Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ ներողություն խնդրել Կենտրոնական Ասիայի պետությունների բարեկամ ժողովուրդներից նախորդ ելույթում հնչած անփույթ եւ անշնորհք արտահայտության համար, ցավալի է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը իր առաջին ելույթը ընտրվելուց հետո այս դահլիճում նման Պարոն Խանդանյան, արտահայտությունով է հանդես գալիս, նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի։ Նաև ձեզ հորդորում եմ Տիկին Գալստյան շարունակել այդ քաղաքական անգրագիտությունը տարածել, ասելով, որ մենք ընտրողների 29%-ն ենք ստացել, ձայների 29%-ն ենք ստացել, եթե նույն տրամաբանությամբ շարժվեք, ձեր ֆրակցիան ուղղակի անցողիկ շեմը չէր հաղթահարի եւ ազգային ժողովի դահլիճում այսօր միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկա կլիներ։ Քաղաքական պատասխանատվություն թողեցին գնացին էլի։ Քաղաքական պատասխանատվության մասին են խոսում։ Ու չեն ֆիքսել, որ 2018 թվականից հետո քաղաքական պատասխանատվության ենթարկողը ժողովուրդն է, ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու գլխավոր իրադարձությունը ընտրություններն են։ Եվ ժողովուրդը մեզ ենթարկել է քաղաքական պատասխանատվության, տալով 40,000 ձայնով ավելի, քան տվել է 2021 թվականին։ Իրենց էլ է ենթարկել քաղաքական պատասխանատվությամբ, կրկնակի քիչ ձայն տալով։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը եւ ինչպես ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր մեծ նախագիծ մինչև իրականացումը իրագործելիության ուսումնասիրություն է անցնում։ Եվ պիտի արձանագրել, որ ներկայացված ծրագիրը իրագործելիության ուսումնասիրությունն անցել է։ Վերջին 2 տարիներ այն ուղենիշները եւ նպատակները, որոնք սահմանված են կառավարության այս ծրագրում, վերջին 2 տարիներին դրանց մի մասն արդեն ապացուցել են, որ իրականանալի են։ 6% տնտեսական աճ է կառավարությունը միջինում կանխատեսում, ավելի քան վերջին տարիներին տնտեսական աճն ավելի է եղել, քան դա։ 125,000 նոր աշխատատեղեր, նշվեց, որ նախորդի շրջանում 300,000-ից ավելի աշխատատեղեր են ստեղծվել, 300 դպրոց, 500 մանկապարտեզ են կառուցվել եւ ակնհայտ է, որ դա իրականանալի թիրախ է։ Առողջապահության ապահովագրությունը հասանելի է լինելու բոլորի համար եւ արդեն մեր քաղաքացիների մի ճնշող հատվածը արդեն օգտվում է առողջապահության ապահովագրությունից եւ սա եւս իրականանալի թիրախ է, ենթակառուցվածքների զարգացումը եւ վերջո հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը եւս ապացուցել է իր արդյունավետությունը, անկյունակարում ունենալով խաղաղության գործընթացը, որը այսօր ոչ միայն նպատակ է, այլ նաև շատ կոնկրետ արդյունքներ բերող պրոցես։ Եվ եթե ավելի տեխնիկական բառապաշարով բնութագրենք, կառավարության այս ծրագիրը իր test drive-ը անցել է։ Ես ուզում եմ անդրադառնալ նախորդ օրերին քննարկումների մի քանի թեմաների, չնայած ընդդիմությանն էր ավելի շատ խոսքը սուղված, այստեղ չեն, շատ խոսվեց սահմանային անվտանգության, սահմանազատման թեմաների մասին, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը 3 հողերն էր պահանջում, ասում էր ինչպես է հետ բերելու հողերը, խոսելով 2021-22 թվականների ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի օկուպացված տարածքների մասին, եւ մենք շատ պարզ եւ հասկանալի, իրականանալի, իրագործելի բանաձև ենք առաջարկում, որ այդ հարցը պետք է ասիագրվի խաղաղ ճանապարհով, սահմանազատման միջոցով եւ հիմք ընդունելով այն կանոնակարգը, որ խորհրդարանը վավերացրել է։ Երեք ինձ հետաքրքրեց, թե ինչպիսի, քանի որ իրենք այլընտրանք չեն առաջարկում այս հարցի ասիագրման խաղաղ ճանապարհով այլընտրանք, ինձ հետաքրքրեց, թե ինչպիսի նախընտրական ծրագրում ինչպես են այս հարցին անդրադարձել։ Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրում ընդհանրապես 0 բառ կա այս թեմայի վերաբերյալ, եւ ընդհանրապես այդ դաշինքի նախընտրական ծրագրում սահմանագծում, սահմանազատում բառերը բացակայում են, չկա, իրենց օրակարգում այս հարցը չկա։ Իսկ Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրում ասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի պարտադիր դուրսբերում, ես գիտեմ Հայաստան դաշինքը ինչպես է պատկերացնում հասցեագրել այս խնդիրը, միջազգային հարթակներում պետք է աղաղակի եւ թմբկահարի այս հարցի վերաբերյալ եւ
համոզի, որ մի շարք խորհրդարաններ ընդունեն բանաձևեր այդ հարցի կապակցությամբ, պատկերացումը ենթադրում եմ սա է։ Անկլավների մասին։ Խոսում են անկլավներից եւ մեկը չի ասում, բա Արցվաշենը երբ եք հետ բերելու։ Արցվաշենի մասին լռում են եւ մի անգամ մի քանի օր առաջ կարծեմ Հայաստան Դաշինքից էր ասեց Արցվաշենը օգտագործում եք ձեզ համար վահան, որպեսզի ձեր փաստարկները ուժեղացնեք, ես գոհ եմ, որ չեն ասում Արցվաշենը ձեզ համար ռազմավարական խորություն է։ Եվ հետաքրքիր է, որ ընդդիմությունը չի խոսում անկլավների թեմայից, Տավուշի մարզի անկլավներից։ Եվ ես ունեմ մի վարկած, թե ինչու ընդդիմությունը չի խոսում սրանից, իրենք թող կան պատասխանեն, արդյոք իմ վարկածը ճիշտ է, թե ոչ։ Ես ուսումնասիրել եմ եւ պարզվում է, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքից 2006 թվականին դուրս է մնացել Սոֆուլու բնակավայրի անվանումը եւ 2016 թվականին դուրս է մնացել Ասկիպարա բնակավայրի անվանումը։ Արդյոք սա Ալիևյան պահանջ էր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Թող կան պատասխանեն։ Մի երկու շաբաթ ընդդիմությունը ընկել եւ ման էր գալիս 57 քառակուսի կիլոմետր։ Փնտրում չէր գտնում, ասում են ինչպես է Գրանադայի փաստաթղթում գրված 29800 քառակուսի կիլոմետր, հետո ասում է 29743 կիլոմետր։ Սա ընդդիմության համար իր ուժգնությամբ հավակնում էր դառնալ ոսկեպարի եկեղեցու թեմայի նման մի թեմա, որ պետք է այստեղից ասեին, որ հեսա հանձնում են ոսկեպարի եկեղեցին եւ վերջում արդյունքում տեսանք ինչ եղավ։ Եվ հետո փաստորեն գտան 57 քառակուսի կիլոմետրը, թե որտեղ են կորցրել, երբ իմ գործընկերները բերեցին ու ներկայացրին փաստաթղթեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ կառավարության որոշումներ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը նշվում է որպես 29743 քառակուսի կիլոմետր։ Պարոն վարչապետ, նաեւ ուզում եմ անդրադառնալ երեկվա ձեր առաջարկի ֆեյքերի վերաբերյալ օրենք ընդունելու մասին, շատ լավ գաղափար է, նաև այդտեղ, քանի որ կառավարությունը քննարկում է տարիքային սահմանափակման հարցը հաշվի առնելով, որ անչափահասների սահմանափակել անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունը, դա իսկապես կարող է օգտակար լինի, բայց վախենամ, որ այդ օրենքի արդյունավետությունը մյուս կողմից այնքան էլ բարձր չլինի, որովհետև հատկապես նախընտրական շրջանում հետազոտողները, հետաքննական նյութեր հրապարակվեցին, նաև միջազգային հետաքննական նյութեր, որտեղ պարզ դարձավ, որ ֆեյքերի ծառայություններից կամ ֆեյքերի գործարանների ծառայություններից, որոնց ամենաշատը օգտվում է ընդդիմությունը, դրանք վարում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Ուստի գուցե օգտակար չլինի այդ օրենքը իրենց մասով, որովհետև դրա իրավազորությունը բնականաբար տարածվելու է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Եվ քանի որ ունեմ ժամանակ, եւ ուրեմն մենք ընդդիմությանը ասում ենք դուք նախընտրական շրջանում համաձայն իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունների ընտրակաշարք եք բաժանել։ Ասում եք, որ դուք օտաշահեր եք սպասարկում, ասում ենք, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները նաև ձեր հորդորների արդյունքում է լինում։ Ոչ մի այս մտքերից որևէ բանին ձեն չեն հանում, լուր լսում են։ Հենց ասում ես Կտրիչ Ներսիսյան, ընդդիմությունը ալիքվում է, ջղայնանում է եւ թողնում հեռանում է, եւ այստեղ բնական հարց է առաջանում, արդյոք Կտրիչ Ներսիսյանն է ընդդիմության իրական առաջնորդը, կամ արդյոք այս բոլոր հանգամանքների հավաքական կերպարը կամ դրանց միավորման կետը Կտրիչ Ներսիսյանն է։ Սա եւս հարց է, որը եթե գան, թող պատասխանեն։ Շնորհակալ եմ։